Կարինե ջան, ես այս օբյեկտիվ ձևով այս ֆայլով ցույց տամ, ինչ է իրականում կատարվում, որ դուք չմտածեք էլի, հանկարծ կարա ինչ-որ ուրիշ ձև սարքվեր, ավելի լավ սարքվեր, մենք չենք արել, չենք կարացե անենք կամ չգիտեմ ինչ, նենց է, որ ես մենակ չեմ աշխատել, տեխնիկն է մենակ չի աշխատել, այս աշխատանքի վրա 3 տեխնիկա աշխատել, այն տեխնիկով, որ բերեց դուք իրան տեսակ, ինքը վրայի աբլիցովկեն է արել, կերամիկան, բայց այս հիմքը, այս բազան սարքել է, ասենք Հայաստանի թիվ 1 լաբորատորիան, որի ասենք այդ լաբորատորիան տարեկան 20-25 հազար մենակ իմպլանտի վրա աշխատանք է անում ու հավատացեք, նենց չի, որ կարար ուրիշ ձև լիներ, մենք այդ ուրիշ ձևը չենք արել։ Հիմա նայեք, այս ձեր ծնոտի մոդելն է։ Կողքից որ սենց նայում եք, տենում եք ինչքան ներքևինը հետ է վերևինից։ Այս ատամների դուրս եկող տեղերի այս քոքի հատվածը նույնն է վերևի ծնոտում, ինչ որ ներքևը սա։ Տենում եք իրարից իրանք ահագին սանտիմետր ու կես հեռավորության վրա են։ Սանտիմետր ու կես հետի շատ է, էլի դիստալ պրիկուս է կոչվում։ Ձեր ծնոտը ներքևի ավելի հետ է, քան վերևինը։ Իրանք ուղիղ չեն, հետևաբար մենք ատամները ուղիղ եթե սարքեինք, մտնում եք, էսի իրանք պլանավորել են, գծագրել են, ինձ ուղարկել են, այս կամպյուտերի վրա աշխատող տեխնիկը ուրիշ է, հետո այդ մետաղը ֆրեզերովկա անողը ուրիշ է, կերամիկա հավաքողը ուրիշ է, հաստատ ոնց որ 4 հոգուցս որևէ մեկը կհասկանար, էլի, որ ինչ որ մի բան այն չի, եթե ինչ որ մի բան այն չլիներ։ Հիմա այս Ռոզվին լինդն է, ես այդ լինդը հանեմ, որ չխանգարի տեսադաշտը ավելի լավ լինի։ Հիմա նայեք, ստորին ծնոտը հետ է, իմպլանտները ծնոտի մեջ բնականաբար այնտեղ են, որտեղ որ ոսկորը կա, հա չէ, չեն կարա իրանք առաջ լինեն, որտեղ որ ոսկոր չկա, իմպլանտները իրանց տեղում են, իրանց դիրքերում են, բոլոր կողմերից ոսկորի մեջ։ Էսի աբատմաններն են, այդ գլխիկները, որ հերթով տեղադրում էի իմպլանտների վրա, էսի այդ աբատմաններն են։ Հիմա սրանց վրա այս կարկասը, որ սարքվել է, տենում եք, ինքը առաջ ցցված է։ Ես մի հատ պահի տակ ես վերևի ծնոտը անջատեմ, որ տենաք։ Տենում եք, ինքը այսենց առաջ ցցված է։ Ուրիշ ձև, որտև չի կարա լինի։ Եթե դուք ուզում եք վերևի ու ներքևի ատամների միջև կոնտակտ լինի, ինքը սենց պետքա առաջ փռված լինի։ Էս էլ հիմա հետ եմ բերում ես վերևի ատամները, տենում եք, առաջ են փռվել, դե էսի մենակ մետաղն է, իրա վրա հետո կերամիկա է հավաքվել, դրա համար են իրանք հիմա պուճուր ու չեն կպնում մինչև վերջ։ Այս տեղերը սաղ թողած է կերամիկայի համար, հիմա կերամիկայով կպնում է, ճիշտ է։ Հիմա նայեք, այս սենց իրանք առաջա փռված, որ գան կպնեն վերևի ատամին, դե կերամիկայով է մի քիչ ինքը հավելացվել է, եկե կպել է, ախր ուրիշ ձև դե հնարավոր չի։ Հիմա եթե ես որոշեի, որ այս ատամները պետք է սենց առաջ փռված չլինեն, իրանք ուղիղ պետքա լինեն, սենց, իրանք ինչ էին լինելու, գնալու էին, այս հատվածին չէին կպնելու։ Հիմա սա ջնջում եմ, այս ձեր ատամների, այս վերևի ատամների այս մեջտեղի հատվածներին իրանք չէին կպնելու, դե կպնում է կտրիչ եզրից 2-3 մմ ավելի վերև։ Իրանք կամ պետքա գնային կպնեին այս քոքերին, ու այդ դեպքում իրանք պետքա լինեին շատ երկար, ինչը համ ժպտալուց էր գեշ լինելու, համ ձեզ ահավոր անհարմար էր լինելու, ասենք սնունդը բերանի խոռոչ տեղափոխելը, որտև ինքը երկար է, բերանը բացում եք, ասենք բացվածքը փոքր է լինում։ Համ իրանք ծնոտը աջ ձախ շարժելուց կպնելու էին շուտ, խանգարելու էին, համ իրանք հաստատ մի շաբաթ հետո արդեն իսկ կոտրվելու էին, համ էլ լեզվի տեղը այնքան էր փոքրանալու, դուք չէիք կարանալու նորմալ խոսայիք, թլիկ էիք խոսալու։ Էդի այն որ բացառված տարբերակ է, էլի անհնար է, էդի այն մասին է խոսքը, որ իրանք գային կպնեին այս վերևի ատամների այս քոքերին, ինչը համ էլ չի կարելի, ասենք։ Իրանք այս քոքերին կպնում են, այս ատամները քիչ-քիչ, այս վերևի ատամները տեղավ շարժում են առաջ, իրանք ասենց հովհարաձև բացվում են, ճեղքերը առաջանում, ու վсё, այս ատամներն սկսում են ճոճվել, շարժվել, ոսկորը իրանց շուրջ փափկում է, դուք այդ ատամները կորցնում եք։ Մյուս տարբերակը, որ նորմալ երկարության լինի ոնց որ հիմա, այդ դեպքում իրանք չեն գնում, չեն հասնում վերևի ատամին, չեն կպնում վերևի ատամներին։ Դե եթե իրանք վերևի ատամներին չեն կպնում, ստացվում է, որ զազոր է մնում, սագիտալ ճեղք է կոչվում։ Ես չեմ ուզում մենակ տերմիններով խոսամ, որ անհասկանալի չլինի։ Սագիտալ ճեղք է կոչվում, եթե իրանք լինում են հետ դեպի հետևի կողմ ու այս նույն բարձրության։
Այդ դեպքում էլ ինչ է լինելու, լեզուն անընդհատ գալու է մտնի այդ ճեղքը, էդի փորձված բան եմ ձեզ ասում, նենց ես 11 տարի է աշխատում եմ, միլիոն անգամ դրա մեջով անցել եմ, էլի, էդի փորձված բան է, երբ որ մարդ սկզբից մի ծնոտնա սարքել տալի, ասում է այցի եկեք սարքենք իմ սրտի ուզածով, հետո այն մյուսը կանեմ, այդ մինչև այն մյուսի սարքելը գալիս է, ինքը ասենք իր կյանքը դժոխք է ըլնում։ Հիմա մենք չէ, ոչ ենք ուզում ձեր կյանքը դժոխք սարքենք։ Այս ատամները, որ հետ լինեն, բայց լինեն adekvat երկարության, որ չջարդվեն են առաջի ասածս խնդիրները չլինի, մնալու է ճեղք, լեզուն անընդհատ գալու է այդ ճեղքի մեջ է մտնելու, ինքը անընդհատ կծվելու է, ինքը անընդհատ վնասվելու է, արուն է գալու, դուք ասենք ռեֆլեքսը ձեր մոտ ձևավորվելու լեզուն անընդհատ հետ պահել, որի շնորհիվ, որի արդյունքում դուք էլի թլիկ եք խոսալու, չեք կարողանալու խոսակ։ Համել ինքը դուք այդ դիմացի ատամներով չեք կարողանալու կծեք։ Կծելու համար այդ հետևի ատամների կողմ եք սնունդը տեղափոխելով, որ կարողանաք կծեք։ Այդ երկու տարբերակն է մնում, բացի սրանից երկուսն է անիրագործելի են, անհնար են, երկուսն էլ ի վնաս ձեզ են։ Առաջինի դեպքում համ կերամիկան է կոտրվում, համ շատ տգեղ է լինում, համ վերևի ատամներն են բացվում, վնասվում։ Այս երկրորդ պարագայում անընդհատ լեզուն եք կծում, դիմացի ատամներով չեք կարողանում սնունդ կծեք ու լեզվի տեղն էլ ու ընդհանրապես բերանի խոռոչում տարածությունը փոքրացած է լինում, նորմալ չեք կարողանալու սնունդը ծամեք։ Միակ ճիշտ տարբերակը այս դեպքում էս է։ Ստեղ այն ես հասկանում եմ, կարող է, ասենք, Facebook-ը, Instagram-ը, չգիտեմ, նայում եք, այնց սիրուն ճոխ բաներ են սարքում, բայց ախր այդ գովազդի մարքեթինգի մեջ ներկայացվում է մենակ այն ամեն ինչը, ինչը որ իդեալական դեպք է, սաղ պայմանները, նախադրյալները իդեալական են, որ գործը, ասենք, սուպեր լինի։ Բայց դա 1000-ից մեկի մոտ է լինում, ասենք, քիչ մարդկանց մոտ է, որ վերին ու ստորին ծնոտները իրար հավասար են ու որ երկուսն էլ միաժամանակ երկու ծնոտի վրա ուզում են 0-ից ատամնաշարը սարքեն այսքան թանկ տարբերակով, որ ամեն ինչ իդեալական լինի։ Հիմա ձեր մոտ էլ է իդեալական, ֆունկցիոնալ առումով, այստեղ կարևորը ֆունկցիոնալն է, ներքևի ատամների կտրիչ եզրերն են երևում ընդհանրապես ժպտալուց, խոսալուց։ Հիմա դուք որ ասենք շրթունքը քաշում եք ներքև ծնոտը բերում եք առաջ, լյուբոյնը որ տենում է, ասում է, հա, այս ինչ է։ Բայց ես էլ որը տենց անեմ, իմը բնական ատամներն է, էլի կողից տենանք, ասեն այս ինչ է, ու բոլոր մարդկանց մոտ է տենց է։ Պետք չի այտենց որ դուք նարոշնի քաշեք առաջ բերեք ծնոտը ցույց տաք։ Չէ որ էսի սարքել ենք, որ դուք ծամեք, դուք օգտագործեք, ասենք, որ կյանքի որակը լավացնելու համար է, հո ուրիշներին ցույց տալու համար չի, ուրիշները էդ իհարկե կարանտենան, ձեր սովորական ծառօրյա խոսալով, ժպտալով, ասենք, սնվելով իրա մենակ այդ ատամների ծայրերն է երևում։ Չէ որ ուրիշները այս ամեն ինչը չգիտեն, ամեն մեկին չենք դնելու, այսքանը բացատրենք, մեր կյանքը պատմենք, թե ինչի ասենց, ինչի անենց։ Ամեն մեկն է բժիշկ չի, որ այսքանը հասկանա։ Ես էլ նենց չի, որ ամեն պացիենտի այսքան բանը կարող դնեմ, բացատրեմ բան։ Ես պրոստը ձեզ այսօր որ տեսա այնքան նեղված էի, կանտրամադիր, ես հենց առաջի պահից է զգացի էլի, որ ինչ-որ մի բան նիտո է, ես է շատ նեղվեցի, բայց այս ցույց եմ ուզում տամ, որ անհնար է էլի ուրիշ ձև։ Հիմա օրինակ տենում եք այս մի ժանիքը, ինքը ինչքան սենց խոսքի իր այս ներսի կողմից ինքը դեպի ներս է, էլի, այս մեջի կողմը դեպի ներս է, ուռուցիկ է, այս մեկը չէ։ Դրա համար հիշում եք պետք է կա, որ այս ժանիքից մենք ահագին տաշենք, որ այս ներքևի ատամը հավասար լինի, կամ այս վերևի ատամները։ Տենում եք իրանք ինչքան ցած են, ինչքան կախ են։ Դրա համար մենք իրանց տաշել ենք, որ մի քիչ բարձրացնենք, որ հավասար լինի։ Այս կողմի համեմատ իրանք ինչքան կախ են։ Իդեալական դեպք չի իր ասաղ նախադրյալներով, որ եսը կարողանամ իդեալական աշխատանք անեմ, էլի, նենց չի, որ ուրիշ տարբերակ կար, եթե ուրիշ տարբերակը ասածս երկու տարբերակներ, որ այդ երկուսն է սխալ էր։ Միակ adekvat լուծումը էս է ու նենց չի, որ ինքը վատ է կամ ինքը տգեղ է։ Դուք որ չկենտրոնանաք դրա վրա, այտենց ցույց չտաք ուրիշների ասածներ դել բանի տեղ չդնեք, հաստատ նորմալ կլինի։ Այս ամեն ինչի մեջով ես ոչ առաջի անգամ եմ անցնում, ոչ երկրորդ, ոչ վերջի։ Հիմա այս ֆայլն Նարեկին կուղարկեմ, ինքն էլ կուղարկի ձեզ, մի հատ դուք էլ չգիտեմ Android հեռախոսով, պլանշետով կամ կամպյուտերով կարաք բացեք, սենց բրաուզերով է բացվում ու տենակ ինչ է իրանից ներկայացնում, ինչքան հետ է ու դրա համար էլ սենց է սարքվել։